Բարի եւ խաղաղ Կիրակի բոլորիս սիրելի հետևորդներ ջան, պարկած տեղից վեր եմ կացել, չկարողացա երկար պարկած մնալ, այսօր արդեն 2 անգամ այդ տիկլատեքսել եմ, ցավող տեղերին, ասեմ, որ շատ հիանալի օգնում է, չնայած, որ նման դեպքերում պետք է պարկել, բայց շարժվելը ավելի լավ է, իմ նվեր ստացած սոխուկները, բերել եմ այս կողմ, ստեղ եմ շարել, այսքան մեծացել է, սիրելի հետևորդներ ջան, որ գնացել էի բալկոնի մյուս մասում ջրելու ու վայր ընկա հետ գալիս, հետո բերել եմ այստեղ եմ շարել, ահա, ասենց շատ չեմ կարողանում կռանալ, սիրելի հետևորդներ ջան, եղանակը հրաշալի է, բայց նաև անձրևային է, դեռևս մինչև 2 շաբթի անձրևներ կլինեն, հիմա ուզում եմ բակում մի քիչ պտտվել, մաքուրոտ շնչել, շարժվելը կյանք է, սիրելի հետևորդներ ջան, նվնվալ չեմ սիրում և ուզում եմ ինքս ինձ տրամադրել, որ շուտ առողջանամ ու այսքան շատ գործերը անեմ, այ պիոնը բացվում է, միակ և անկրկնելի կոկոնը, շատ կոկոններ կան, բայց այս անձրևից թափվեցին, սիրելի հետևորդներ ջան, վախ ինձ սիրուն է, տեղին էր իմ դուրս գալը, թե չէ անկողնում պարկած, մի տեսակ թթվում ենք էլի, լավ գիտեք, վախ ինձ սիրուն է, մոտեցնեմ, էսա, հրաշք է, հրաշք, և վարդերը նույնպես կոկոմները ուզում են բացվել, բայց քախանը լցվել է, սիրելի հետևորդներ ջան, նաև դուրս գալուս պատճառը, պայմանավորվածություն ունեմ, գալու են չախալիկին տանելու, սիրելի հետևորդներ ջան, միշտ ասել եմ, գիտեք, որ ուզում եմ իրարից առանձնացնել, ոյ, տեղցի ցոգոլներն ես ինչքան են մեծացել ես մի քանի օրում, որ տնից շատ դուրս չեմ գալիս, հետո դուրս եմ գալիս, մի անգամից ամեն բան աչքիս փոխված է լինում, հիմա հնարավորինս այս ցածր տեղը ցույց տամ, համել թևերս էլ որ ցավում է, կձգվեմ, կշարժվեմ և կսկսեմ առողջանալ, մեծացել է դեղցերը, սիրելի հետևորդներ ջան, հիմա ուզում եմ ասել, թե ում եմ նվիրելու իմ սիրուն չախալիկին, որ այդքան խնամք եմ տարել, այդքան լավ եմ պահել, այդքան խաղընկերներ էին, պահը եկել է, որ բաժանեմ իրարից, քանի որ իրար շատ են խանգարում, մշտապես, և առանձնացնեմ, այդ տարբերակը իմ համար ավելի ճիշտ եմ համարել, գիտեք, որ շատ հետևորդներ ունեմ նաև փոքր տարիքային, սիրելի հետևորդներ ջան, իմ հետևորդն է, դպրոցական տղա է, համագյուղացի է, և արդեն պայմանավորվել ենք, և իր պապան կգա կտանի, նկարահանումներ չեն լինի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ ամեն մարդ էլ չի սիրում հայտնվել տեսախցիկի առջև, հարգենք այդ որոշումը, ես մի քիչ պտտվեմ բակով մեկ, տեսնեմ ինչ կա չկա, ինչև որ իրենք կգան, հեսա ամփուշմոշի թուփը նույնպես սկսել է ծաղիկները բացվել, բայց հենց որ չախալիկին կճանապարհեմ, կամաց քայլելով, որոշել եմ, որ գամ այստեղ, որ ծաղիկներ ունեմ, վարդեր ունեմ, այդ շարքը քախանեմ, քախանը լցվել է, մյուս կողմը նույնպես պիոններ ունեմ, նրանք էլ են կոկոմել, բայց այս աստիճանի չեն բացվել, դրա համար չեմ մոտենում, որ կբացվեն ցույց կտամ, սիրելի հետևորդներ ջան, այստեղ լիլիաների կոկոմները բոյովացել են, շուտով կբացվեն, վարդերի կոկոմները այս աստիճանի է հասել, և այն կողմը նույնպես հենց եկա, որ արդեն սկսում է բացվել, կամաց քայլելով առաջ գնամ,
Ինչքան շարժվենք նման դեպքում, շատ ավելի լավ, հետո վաղը նոր կգնամ բժշկի, քախանը ես ոնց ա լցվել, այն կողմից հարմար կլինի, ստեղ բակի հետ հավասար ա, բայց այն կողմից ցածր ա, այն պատին կհենվեմ ու քախան կանեմ ստեղ, այս կողմը քամելիոն վարդին ա, կիսաբաց, արևներս են ուզում արդեն բացվել, առատ կոկոմներ ունեն, այստեղ կառալևի վարդն է, այստեղ նոր աճեցրած խաղողի վազուն է, որի 3 տարեկան է, հեսա, էտելու ժամանակ մատը դրել եմ, արմատակալվել է ու արդեն 3 տարեկան է, այսպես սրելի հետևորդներ ջան, մեղվանոցս, մեղուներս աշխատանք են գնացել, այստեղ ջերմոցային վարդն է, շուտով կբացվի, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, մի քիչ այսպես ես բակում պտտվեմ, քրիզանթեմերս նույնպես բոյ են քաշել, հույս ունեմ այսօր անձրև չի գա, տեսնենք, խաղողի վազերն էլ ցույց տամ, ողկույզները, հետո էլի կամաց, գնամ նստեմ մի քիչ էլ, նստած մնամ, այս ինչքան լավ մեծացել են, մոտենամ, այս կողմ, որ ավելի հեշտ ցույց տամ, ցածր է այստեղ, հեսա, կոկոմածը, խաղողը, հետո կծաղկի ու նոր խաղողի հատիկները կերևա, սիմը չկա, այս ոնց ես քնել ստեղ, արև կողանում, բայց այս քարը բազալտի քար է, և այդքան էլ շուտ տաքացող չի համեմատած տուֆ քարերի հետ, բայց փաստորեն իմ փիսիկին դուր ա եկել, ոնց է հավեսով փռվել ու քնել, մեկ-մեկ էլ աչքերը թարթում ա, հասկանում ա, որ իրանից եմ խոսում, նաև ականջն ա շարժում, այսինքն լսում ա ինձ, ովքեր էին կարոտել, սիմը չկային, ոյ, պոչն ա շարժում, գիտեք չէ, որ եթե փիսոները պոչը շարժում են, լավ են զգում, երբ որ իրենց ենք մոտենում և իրենց մասին ենք խոսում, Սիմա, գիտես քեզ ինչքան շատ սիրողներ ու կարոտողներ կան, դե, պոչիկդ շարժի, այ իմ սիմը չկա, ոյ, Hello, քանգիստ, սիրելի հետևորդներ ջան, Սիման էլ ա, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, արդեն եկել են, որ չախալիկին տանեն, իսակերը կուտեն, համել, որ իրանք համոզվեն, որ առողջ չունեն տալիս, առողջ շներ են իմ շները, այսպես, սյա, տարի ճանապարհ չախալիկին, Չախալիկին ճանապարհեցինք, սիրելի հետևորդներ ջան, և այսուհետ մեր ընկերը կմնա զանգ զիրանգս, հա, սիրունաչուկները, շագանակագույն աչուկները, ստեղ եկել եմ պատվալի դրանն եմ, սիրելի հետևորդներ ջան, նստել եմ, կապեցի, քանի որ հետևից գնում էր, հեսա, կապել եմ, մի քիչ սիրեմ, ականջները մաքուր, պլպլան ականջները, վայ, տիզ ա կպել ականջից, սպասի, վայ, ես ոնց պետք ա պոկենք, այ, ինչքան մեծացել ա այս անտերը, ես այս սենց բաներից սարսռում եմ, բայց պետք ա պոկեմ, սիրելի հետևորդներ ջան, վայ, ես ոնց անեմ, մի հատ այն մի ականջն էլ ստուգենք, տզերը լցվել են այս խոնավ եղանակին, այ գանջուկս, ոնց է տիզ եկել քեզ կպել, մռութիկ,
տեսը բեր, այսինչ սիրում ենք իրան, քանի որ չախալիկի հետևից գնում էր։ Հիմա մտածեմ, թե ոնց ենք դիզը պոկելու ականջից, քանի որ մի ձեռքով տեսախցիկս եմ պահել, ինչ լավ էր տեսա, այս օրերին իրանցով չեմ զբաղվել շատ, լա բեր ականջդ, այ, սպասի, ուրեմն դեղ պետք է փչեմ իրանց, ճիշտ ալու չկա, բայց լվի դեղ եմ փչելու և միգուցե մազերի մեջ էլ իլնի աննկատ, այսա կստուգեմ, իրանք կսիրեմ, այս թաթիկները, այս ինչ մեծ է թաթիկները, մաքուր, սիրուն, ինչ ես լպստում ձերս, Հեսա, ճնճի լվիզն եմ դրել, այսօր սենց կպահեմ իրան, և փորձեմ դիզը պոկել, սպասի լա, սպասի, այ, ուզում եմ դուք էլ տեսնեք, մի հատ գլուխը թեքի ազիս, այս բեր, այ, ականջը, այ, լարի տեսը, արի քեզ ոտերիս արանք պահեմ, սենց, գլուխը թեքի գլուխըդ, չնայած զզվում եմ ես այս տզերից, բայց պետք է պոկեմ, աչկերս փագեմ, պոկեցի, տենանք հո գլուխը չի մնացել, չէ, լավա, ուր կցեցի հեսա, ջարդենք, դրան, արյունըտ խմելա, հեսա սայ, չեմ էլ կարում կռանամ, բայց սպասի, տեսաղցիկն ալը պստում, սպասի, ջարդենք սրան, ոչնչացնենք թշնամուն, այ չի էլ ջարդվում, հեսա, այսայա, այ, հիմա կոտրենք, չի էլ կոտրվում, հեսա, եթե սենք ջարդում ենք, դա արդեն ոչնչանում է, տհաճ տեսարանի համար, ներողություն, սիրելի հետևորդներ ջան, վсё, գնամ ես այդ ձեռքերս լվամ և տեսնեմ ինչով եմ զբաղեցնում ինձ, կամանց մանգալով եկել եմ ստի հասել, փորածս տեղը սաղ կնանչելա, գանձուկս հետս պտտվում է, չեմ թողնի, որ խղճան ամենակ, ստեղ մի քիչ տեղը թեքնա, զգուշ գնամ, ճամփա չես տալիս ինձ, սպասի անց գնամ, սպասի, այ կամաց գնամ, ընդեղ ինչ եմ նկատում, որ թելուկը աճել առատորեն, իմ թորած տեղը, հեսա, ինչքան տեղ որ փորել էի, սա խոտակալվել է, սաղ տնանց կենա, հասնեմ թելուկի դաշտին, ես ինչքան էլ շատ է, բայց ախր չեմ կարա կռանամ քաղեմ հեսա, այս այնց ստեղից սկսվում է, ու այսքան տեղը, այսա մոտեցնեմ տեսաղցիկը, այս ինչքան փարթամ աճել է, մեր բոլորի սիրելի թելուկը, շատերս թելուկ ենք ասում, շատերս զիմել ենք ասում, ես զիմել չեմ ասում, ես թելուկ եմ ասում, այն ամենալավ ուտելու վաղթն է եկել, թոփերը կրակում են էլի, սիրելի հետևորդներ ջան, պտտվեմ ցույց տամ այս կողմը, ստեղ ակացին է ծաղկել, ճամփի այն մի կողքին է, զգուշորեն առաջ գամ, ես իմ չափարի ակացիները
վերացրել եմ, քիչ է մնացել, այսքանն է մնացել։ Սրանք բարակ ճյուղեր են։ Ճոճկանի պոպլոզը ամբերը փագել է։ Մի քիչ թեքվեմ, որ երևա։ Ու թոփերը անդադար կրակում են։ Եկել եմ տուն, ասեցի մի հատ էլ ընկերից տամ շանս։ Հիմա տարբերությունը տեսեք, սիրելի հետևորդներ ջան, թե ոնց է հանգիստ ծամելով ուտում։ Իսկ որ երկուսով էին, իրար ձեռից խլում էին, իրար վրա հարձակվում, շատ ժամանակ իրար հետ կռվում, կզում էին իրար, իսկ հիմա ինչքան հանգիստ է ուտում։ Ահա եւ տարբերություններից մեկը, որ երկուսը իրար խանգարում էին, սիրելի հետևորդներ ջան։ Հիմա համ նա լավը կլինի իր նոր տանը, իր նոր տիրոջ հետ, համ էլ իմ զանգ-զրանգը լավը կլինի, ես իրան զանգ-զրանգ եմ ասելու, իհարկե քութիկ էլ եմ ասում, թուլիկ էլ եմ ասում, գանձուկ էլ եմ ասում, այս հենց հանգիստ հիմա կուտի։ Պահ, այս ոնց այ հավեսով կրտկրտալ են ուտում։ Զանգ-զրանգս կշտացավ, հեռացավ, ընդեղ բալկոնում պարկելա, քնելա և ուշադրանանք Սիմոջկանին, թե ոնց է շանկերը այս հենց հավեսով ուտում։ Սիմա, կարող ես սկսես հաչալ, էլ միաու չանես, սկսես հաչալ։ Աֆ։ Դե լավ, դե որ սենց հավեսով ուտում է, չնայած ինքս սովոր է, միշտ էլ կերել է, ցույց չեմ տվել, բայց հիմա ստեղ նստած էի ու ցույց տվեցի։ Ձեռնոցներս գնամ վերցնեմ, քանի անձրև չի սկսվել, ինչ որ մի բանով օգտակար լինեմ։ Ոնց որ թե ստացվում է, սիրելի հետևորդներ ջան, այդ թոփերը, որ ասի կրակում են, էլ չեն կրակում, անձրևը փախավ։ Այս պատի վրա սենց հենվում եմ, ինձ հեշտ է լինում, ու այս արանքը քախան եմ։ Հոլախոտը լցվել է, այս ինչքան շատ անձրև եկավ։ Քախանելով եկել եմ, ստի եմ հասել, ձեզ եմ մոտեցել։ Լագանը ստեղ է, սենց ձեռիս հետ առաջ քաշելով, ոտնևոտ եկել եմ, ստեղ եմ հասել, ստեղ էլի կա շատ սամիտ, անցյալ տարվա սերմերն են, որ դուրս են եկել։ Սամիթի տեսակը հենց է, սիրելի հետևորդներ ջան, երբ որ մյուս տարվա այդ սերմերը չորանում է, թափվում է, ու ստեղ այս տարածքում շատ սամիթի սերմեր կա։ Մի քիչ էլ զգուշ եմ քախանել, ահագին ժամանակ անցել, զգուշորեն մի քիչ թեթևակի կռացել եմ, շարժվելը լավ է, մի քիչ առաջ էլ ասեցի, որ շարժումը կյանք է, շարժվեմ, որ տեղի տակը չընկնեմ։ Այսենց այսքան տեղը արել եմ, հարմար է էլի ստացվում, այս դեղին վարդն է, իսկական դեղինն է, քամելիոնը չէ, սիրելի հետևորդներ ջան, այս էլ արդեն կառալվին է, այստեղ ներքևում ցածը ափսոս չի երևում, գույնը արդեն լավ երևում է։ Մի քիչ էլ առաջ գամ։ Այն ինչ եմ տեսնում ստեղ։ Քար է, սենց կլորիկ, չէ, սա քար չի։ Սա ձու է, ձու եմ գտել, սիրելի հետևորդներ ջան, ձեռնոցս հանեմ, լա, փորձեմ նստեմ ստեղ, բուջուր ձու, զգուշորեն վերցրի, այ ճաքածա, ինչի ձու կլինի սա, սիրելի հետևորդներ ջան, մի պահ մտածեցի, թե քար է, բայց թեթևակի ճաք է, կարող է դուրս է գալի, վայ, Թոմ ուզում էի ականջից դնեմ լսեմ, բայց ճաքած է, հիմա չեմ հասկանում, ներսից է ճաքած, թե դրսից,
Ամեն դեպքում ճաքը պարզ երևում է, հեսա։ Ինչի ձու կլինի, չեմ կարծում, որ սա թրջունի ձու լինի, մոշահավի ձուն, նույնպես սենց փոքր է, բայց ոչ էս գույն, քանի որ ինձ երբեմն հանդիպել է մոշահավի ձուն, կապտավուն է, նման է լորի ձվին, բայց սա էլի լորի ձվին է նման, շագանակագույն կետիկներ ունի, այ կարող է օծի ձու ասիրելի հետևորդներ ջան, բայց թե չէ, իմ բաղջում ինձ օծեր չեն հանդիպել, լորտուներ են հանդիպել, չգիտեմ, բայց սիրելի հետևորդներ ջան, գիտեք չէ միտքը ինչքան արագ է սլանում, կարծում եմ սա կրիայի ձու է, բայց մի հատ, որքան գիտեմ զույգով են դնում, չգիտեմ, կրյաները հողի վրա են իրանց ձուն դնում, ես ինչի եմ սկսում կամաց խոսել, վախեցա երևի, որ օծի ձու կլինի, ու քանի որ ճաքած է, օծի ճուտ դուրս կգա ստեղից սիրելի հետևորդներ ջան, սառն է, ձուն ինքը շատ սառն է, վայ, զգույշ լինեմ, չվնասեմ, քանի որ մի քիչ առաջ էր անձրև եկել ու դեռ խոտերը թաց են, էս էլ է թաց ու ճաքած է, չեմ կարծում, որ սա իմ շները կպած լնեն, եթե իմ շները կպած լինեին, այ վարդի փշերն է ինձ ստեղ կպել, հաստատ կուտեին, շուն են էլի, կուտեին, հա, մտածում եմ կամ օծի ձու է, կամ կրիայի, այն սիրահար զույգերին հիշում եք, կարող է այս այն սիրահար զույգերի սիրո պտուղն է, բայ աստված ջան, բնության հրաշք եմ գտել, սիրելի հետևորդներ ջան, ցավնել ենք մոռանում, ցեցնել ենք մոռանում, բայց աչքս այն թելուկների վրա մնաց ներքևը, շուտ առողջանամ, որ են էլ քաղեմ, մի լավ տապակեմ, վայ աստված ջան, այդ թաղանթը կապույտ է, վախենում եմ, ինչ որտեղ անկեղծ, վայ, եթե ճաքած է, չեմ ուզում ստեղ ներքևում թողնել, ինչ անեմ, սիրելի հետևորդներ ջան, վայ աստված ջան, ինձանից անկախ սարսռում եմ, թուքումուքս չորացավ, այ քեզ հրաշք, ինչ կարելի է անել, մտածում եմ կարելի է տանել ծաղիկներիս մեջ դնեմ, այդ սենյակային ծաղիկները, որի մեջ, մեխակները խիտեն ու դրսի կողմից պատուհանի կոքին է դրված, սիրելի հետևորդներ ջան, տանեմ ընդեղ դնեմ, հաստատ այդտեղ իմ շունը չի կպչի, խելոքս ստեղ է, դե արդեն չախալիկին ճանապարհել եմ, գիտեք, ահո, գիտե որ քորագալի ինչի նշան է, այսպես, լավ, քախանը մի պահ թողնում եմ, սիրելի հետևորդներ ջան, և եկեք տանենք իրար հետ մեխակների մեջ դնենք, տենանք ինչ կլինի, կամ որ ձունածել է թողել, քարինա կպել, ճաքել, չգիտեմ, կստուգենք, կհետևենք, ես կամաց վեր կենամ, ու տանենք մեխակների ծաղկամանի մեջ դնենք, գնացինք, ոտևոտ եկել եմ հասել իմ սիրուն մեխակին, որը մեկը ծաղկել է, ինչքան նուրբ է, և կոկոմներ կան, հեսա, ենքան անձրև եկավ, սաղ պատուհանները լվանալու է, ես իմ խոհանոցի պատուհանն է դրսի կողմից, սիրելի հետևորդներ ջան, ահա, այստեղ եմ միշտ գալիս, իմ կոֆեի բաժակը դնում, այն կողմից նստում և վայելում, սա իմ սիրուն պատուհանի գոգն է, և ձուն ձեռքիս է, ահա, սիրելի հետևորդներ ջան, ավելի մոտից, հեսա ճաքը տեսնում եք, կեղևը կապտավուն է, հիմա զգուշորեն ստեղ դնեմ, մի քիչ խորքային դնեմ, ոնց դնեմ, այ, ստեղ մոտով հետ քաշեմ, ու ստեղ ամեն մի թրջուն բույն է հյուսում իրա ճուտիկի համար, բայց սողունները գրյանել է պատկանում սառնարյունների դասին և իր ձուն մանավանդ մեր տեղական կրյան
խոտերի մեջ ածու դնում, չգիտեմ օձը ոնց կլինի, թաքցնում ա իր ածուն թե չէ, բայց կրյաները հաստատ խոտերի մեջ, իսկ ավազոտ տաք վայրերում, հատկապես ծովային կրյան, սիրելի հետևորդներ ջան, ծովային կրյաները ծովից դուրս են գալիս և ավազի մեջ թաղում են իրանց ձուն ու հեռանում են, իսկ մեր այս դաշտային, մեր բաղչեքի կրյաները, որ այսքան տարի ինձ չի հանդիպել, հիմա պատահաբար այս հալիս ինձ ուրախացրեց ինչ-որտեղ, ճիշտ է, նաև մինչև այս պահը սարսռում եմ, մտածելով, որ կարող է օձի ձու ա, հիմա ես իմ մարդկային արժանիքներին համապատասխան իմ սիրուն ծաղիկի մեջ դրեցի և այս օրերին կհետևենք, սիրելի հետևորդներ ջան, այսպես, և նորից մտքովս մի բան է անցնում, հենց այս պահին, սիրելի հետևորդներ ջան, նորից եմ վերցնում, զգուշանալով և վախենալով, այսպես, եթե անգամ իմ սիմը լինի գողացած, որը չեմ կարծում, թռչունների բնից գողացած լինի և ատամով ծակած, ապա երկու կողմից կլինի, ահա տեսեք, այս կողմը ծակած չկա, ծակ չէ այս կողմը և այս կողմն է ծակ և շուտով երկու մասի կբաժանվի, չգիտեմ, տանեմ տաքացնեմ, թե չէ, ավելի լավ է թողնեմ, այսպես, սիման գնում ա իմ հավանոց, այնտեղ մկան որսի ա գնում և հավերը որ ձու են ածում, ինքը ձվի գողություն չի անում, դրա համար վստահ եմ, որ սա իմ սիման չի արել և իսկապես կարելի է հետևել, հիմա վլոգս ավարտեմ, սիրելի հետևորդներ ջան, նաև երկար կանգնած չեմ կարողանում մնալ, մի քիչ ոնց որ թեքն ընկավ, տեսը բերեմ էլի, որ եթե ինչ-որ մի բան դուրս գա, չգլորվի, այս հենց, այսը քիպ տնենք, այս էլ ավելի մոտեցնենք պատուհանին ու վերջ, գնամ իմ գործերով զբաղվեմ կամաց, շնորհակալություն, որ միշտ իմ կողքին եք, թե իմ տխուր և թե իմ ուրախ պահերին, սիրելի հետևորդներ ջան,